Մենք 10 միլիոն դոլարով Երևանի պետական համալսարանի համար սուպեր համակարգիչ ենք գնել և ստեղծել ենք արհեստական բանականության կենտրոն։ Երևանի Մալացա Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ընթացքում նշել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ Նա քաղաքացիներին ներկայացրել է գիտության ոլորտում վերջին տարիներին կատարած աշխատանքների, մասնավորապես առաջատար տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ իրականացված ծրագրերի արդյունքները։ Գագարինում տեղի է ունենում արհեստական բանականության առաջին գործարանի բացումը Հայաստանի Հանրապետությունում։ Հունիսի մեջ տեղի է ունենալու արհեստական բանականության երկրորդ գործարանի բացումը Հրազդան մեքենա գործարանի տարածքում Firebird ընկերության ներդրումային ծրագիրն է շուրջ 5 միլիարդ դոլարի։ Այս նախագծերն իրականացվում են ԱՄՆ-ի հետ տեխնոլոգիական համագործակցության շուրջ կնքված համաձայնագրի շրջանակում, տեղեկացրել է Փաշինյանը և խիստ կարևորել արհեստական բանականությանն առնչվող տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանում։ Մենք գիտության ֆինանսավորումը 27 անգամ ավելացրել ենք, 28 անգամ, 180%-ով։ Եվ գիտության ոլորտում աշխատավարձերը ավելացրել ենք 100-300%-ով, նույնիսկ 350%-ով։ Այս քաղաքականության տրամաբանությունից ելնելով է պետությունը կրթության ոլորտը հայտարարել ռազմավարություն, այսինքն չի կարող լինել նոր որակի պետություն, եթե չկա նոր որակի կրթություն։ Բարձր որակավորման մասնագետների միջոցով է հնարավոր լինելու զարգացնել տնտեսությունը, եզրահանգել է քաղաքացիական պայմանագրի առաջնորդը։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։